Բալայան, դուք Արցախի մտավորականներից եք, ով 2023 թվականից մասնակցում են բոլոր ակցիաներին, բարձրաձայնում է Արցախին ու արցախահայերին վերաբերող հարցերը։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք Հայաստանի իշխանություններից։ Հայաստանի իշխանություններից, այս ներկա իշխանություններից հատուկ ակնկալիքներ չունենք, բայց ժողովրդական ճնշում պիտի լինի, որ ինչ-որ տեղաշարժվեն։ Տեսեք, այսօր բարձրաձայնում են Առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսին հեռացնելու հարց, սակայն մենք Բաքու դանդերում ունենք գերիներ, պատանտներ, նրանց մասին որևէ հիշատակում չկա։ Շատ ցավալի փաստ եք ասում, որովհետեւ մի ոլորտ է, որին ընդհանրապես իրենք իրավունք չունեն միջամտել ըստ եկեղեցական կանոնագրքի։ Այդ մասին բոլորն ասել են, ես չպիտի ասեմ, եթե կա սահմանադրությամբ խախտված իրավունքներ կամ հանցագործություններ, այդ դեպքում մենակ պետությունը իրավունք ունի միջամտել։ Եթե մնացած հարցերում կուսակրոնություն եւ այլն իրավունք չունեն իրենք միջամտել։ Դա է այսօր Հայաստանի Հանրապետության ամենահրատապ հարցը։ Ամենահրատապ հարցը ընդհանրապես դա իրենց հրատապ հարցերը այնքան շատ են։ Հայաստանը կանգնած է ընդհանրապես վերացման առաջ, համաշխարհային պատերազմների առաջ եւ այլն, այդ հարցերը փոխարեն գումարած մեր գերիները եւ այլն, այդ ամեն ինչի մասին չեն մտածում, չեն խոսում, չհաշված արցախցիների այդ 150,000-ի սոցիալական եւ քաղաքական խնդիրները, Արցախի հարցը ընդհանրապես ուզում են փակեն որպես քաղաքական հարց։ Իրենց իզուր չեն ասում, իրենց թուրքական գործակալներ կամ թուրքամետ քաղաքականություն հաջողանում են ամեն ձև։ Երեք երբ ամսով կալանավորվեց Սամվել Կարապետյանը, գործարար, ով նաև մեծ ներդրումներ է արել Արցախում։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Դա նույնպես քաղաքական ակցիա են։ Իրենք ուզում են ցույց տան, որ մենք բոլորին էլ կարանք ձերբակալենք, կալանավորենք, շինծու գործեր կարենք։ Ընդհանրապես բարերարների նկատմամբ այդ ձևի վերաբերմունքը հային իսկությամբ հային չի սազում։ Շնորհակալություն։